Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի LGBT կառույցներ, ովքեր զբաղվում են այս խնդիրներով։ Առողջապահական այդ ոլորտին, մարդու իրավունքների ոլորտին, մի շարք խնդիրների։ Մենք վերցրեցինք հենց թիերին, որովհետև տրանսգենդերները ես միշտ ասել եմ ցանկացած հարցազրույցում, որ կրկնակի խոցելի խումբ են համարվում։ Տարբեր ոլորտներում, թե բժշկական, թե բուժ հաստատություններում, թե աշխատանքի ընդունվելուց, ցանկացած ոլորտում։ Կրթության մասին էլ չասեմ, տրանսգենդերների ինչ խնդիրներ։ Ես չգիտեմ տրանսգենդեր, որ հիմա սովորում է բուհական հաստատություն։ Եթե նույնասեռական մարդը որոշի, որ գնա աշխատանքի ընդունվի, իր արտաքինից ոչ մի բան չեն որ աշխատանք է տալի իրան գործատուն, ոչ մի բան իր տեսքից, սովորական ինքը կարող աշխատի մատուցող ցանկացած ոլորտում։ Տրանսգենդեր արդյոք կարող է։ Տրանսգենդերն ինչքան էլ պահպանված լինի վիրահատական միջամտությամբ իր տեսքը փոխի բերի հասնի այն մակարդակին, որը պետք է, սակայն իր ձայնային տոնայնությունը չեն կարող համապատասխանեցնել իր արտաքին տեսքի հետ։ Տրանսգենդերը բախվում է մի խնդրի, որը հենց նույն բուժ հաստատությունների հետ է, որ ուզում է վիրահատական միջամտություններ անի։ Հայաստանում շատ բուժ հաստատություններ կան, որոնք չեն անում։ Ուղղակի խստիվ, հենց կոնկրետ մեկը իմ օրինակից բերեմ, ես 2 տարի առաջ վիրահատություն եմ ուզում կատարել Իզմիլյան կենտրոնում, սակայն այնտեղի բժիշկներ ու անվտանգության ծառայության մարդիկ ինձ կոպիտ ծայծեցին ու դուրս հանեցին այդտեղից, ես դիմեցի ոստիկանություն շատ քաշքշուկների մեջ։ Ինչի համար։ Որովհետև մեր Իզմիլյան կենտրոնը պատկանում է եկեղեցուն, դրա համար այնտեղ LGBT մարդիկ տեղ չունեն։ Ես իրականում չեմ մարդու իրավունքների պաշտպանին չեմ դիմել, բայց մարդիկ եղել են, որ դիմել են ու անհետևանք է մնացել այդ ամեն ինչը։ Ես դրա համար եմ ասում տրանսգենդերները երկակի խոցելի խումբ են համարվում։ Իրանք ավելի շատ են այդ վտանգի տակ են։ Տրանսգենդերները այո անում են սեքս աշխատանք փող չունենալու համար, գումար չունենալու, աշխատանք չունենալու համար։ Այդ պարփակվածությունը 4 պատից իրանց հանելը շատ մի քիչ դժվար է, որովհետև արդեն այդ 4 պատի մեջ են։ Այո, իրանք մարմնավաճառություն են անում, քանի որ իրանց աշխատանք չեն տալի։ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի մենք չունենք օրենք։ Օրենքի բացակայությունը մեծ է այստեղ։ Չունենք օրենք սեռափոխության, չունենք օրենք գարմանատերապիայի հսկողության, ով ինչ տեղ է խմում, հետագայում ինչերի կարա, ինչ բարդություններ կարող առաջացնի, չունենք այդ օրենքը, ցավոք սրտի։ Ու մենք հիմա դրա վրա ենք աշխատում, որպեսզի օրենք մտցնենք հենց այդ կետով։ Ուրիշ երկրներում որպես հետազոտություն այդ ամեն ինչը տևում է 10 տարի։ 2 տարի մարդ անցնում է հոգեբույժների ասոցիացիայի կողմից հսկողությամբ, 2 տարի ինքը գարմոն ընդունում, 2 տարի գարմոնից հետո հասկանում են ինքը ով է, դրանից հետո նոր 2 տարի անցնում է, նոր ինքը վիրահատվում է։ Պատկերացրեք ինչ էտապներով է գալիս։ Մեր մոտ չէ։ Մեր մոտ օրենք չկա, դրսում վաճառվում է։ Մեկը տեսնում է, որ տրանսգենդերը խմում է 2 տեսակի գարմոն, ինքն էլ է վերցնում այդ գարմոնները խմում է։ Ես ամեն իմ հարցազրույցների ժամանակ ասում եմ շնորհակալություն կոմայգում, ովքեր որ կանգնել են տրանսգենդերները իրենց, որովհետև իրանք հասարակության աչքերը մի քիչ բացեցին։ Հասարակությունը այդ երևույթը տեսավ, ովքեր են իրանք։ Հասկացան, որ տղեն կարա հագնի աղջկա շորեր։ Հասկացան, տեսան այդ երևույթը, իրանց աչքին ծանոթ եղավ։ Ինչ պետք է անել դրա ուղղությամբ, ինչ պետք է անել, որպեսզի փոխվի այս վիճակը։ Նախ ամենաառաջինը մենք հիմա մի հատ մեծ ծրագիր ենք սկսել, որը շելթերների, ճամբարների, որ մենք օգնենք տրանսգենդերներին բնակարան գտնել ու ապրել, որովհետև իրանց ընտանիքից են լքված։ Մարդ կա, որ 2 հոգի ունենք, հիմա որ դրսում է քնում։
ու ոչ մեկ այդ հարցով չի զբաղվում։ Նախ ամենաառաջինը դրանից ենք սկսում, որպեսզի իրանց գոնե հատկացնենք այդ կացարանով։ Տրանսգենդերը անցնում է հոգեբանի խորհրդակցություն, քանի որ էլի օրենքի բացակայության շնորհիվ չունենք հոգեբույժների ասոցիացիա, որտեղ այդ մարդու հետ աշխատեն, այնպես որ գնում ենք հոգեբանից մի հատ թուղթ են ու տալի մեզ։ Մենք տալիս ենք այդ ԶԱԳՍ, որպեսզի տենան, որ հոգեբանը եզրակացություն է կատարել, որ դու տրանսեքսուալ ես, ցանկանում ես ունենալ կանացի անուն, քո վարքագիծը կանացի է եւ այլն եւ այլն։ Նոր դրանից հետո ԶԱԳՍ-ը Արդարադատության նախարարություն դիմում է լրացնում, մենք գնում ենք Արդարադատության նախարարություն, Արդարադատության նախարարությունը մի ամիս որոշում է այո կամ ոչ, չգիտեմ ինչի։ Հետո դրանից հետո նոր հաստատվում է, չեն կարող չհաստատեն, որովհետև իմ արտաքինը չի համապատասխանում իմ անվան հետ։ Ես խնդիր եմ առաջանում, ես լիքը մարդիկ կան, որ այսօր այդ նույն իրանց անձնագրով չեն կարող վիվասալից համար վերցնեն, չեն կարող բանկերից օգ տվեն, որովհետև իրանց տեսքը չի համապատասխանում իրանց անվան հետ։ Դուք այսքան ժամանակ հարց եմ տալի ձեզ, տեսել եք դրսում։ Նույնասառականների տեսել եք։ Տեսել եք, չէ՞։ Լեսբուհիներին տեսել եք։ Տեսել եք։ Ուր են տրանսգենդերները։